Հայր ջան, բարի օր։ Անցած շաբաթ կիրակի օրը ես խոսեցի մի շատ տգեղ երևույթի մասին։ Ուրեմն Եռաբլուրում ամփոփված մեր հերոսների մարմինները նրանց շիրմաքարերի ուրեմն խնդրով մի քանի ծնող դիմել են մեզ, ինձ աշխարհաժողովի ուրեմն խորհրդին, որ նրանց տղաների ծառայության ժամանակ զոհվել են այդ տղաները, սենց ասեմ, նորից հիշացնեմ նրանց համար, ովքեր չեն լսել անցած անգամվա իմ ուրեմն լայվը, տղաները ազգային անվտանգության ծառայության Արցախի զինվորներ են, հատուկ ջոկատայիններ են, սա այն ջոկատն է, որ հիշեցնեմ 22 թվականի ուրեմն դեպքերը որ եղան Ջերմուկում թշնամին սկսել էր առաջ խաղացում եւ արդեն հասել են աշխանի, որ հանգիստ քայլերով շարժվում էր դեպի Ջերմուկ քաղաք, ուրեմն այն ժամանակ իհարկե այս մասին չի հայտնվել, որովհետեւ դե չգիտեմ ինչ պատճառներով միգուցե կար ուրեմն պատճառներ, կարծում եմ կար պատճառներ դրա մասին չխոսալու, բայց Ջերմուկի ԱԱԾ-ի հատուկ ջոկատայինները գալիս են հասնում են օգնության եւ հենց նրանց շնորհիվ մեծ եւ նաեւ մեր իհարկե այստեղի զինվորականների աջակցությամբ, բայց նաեւ նրանց հմտության շատ պարապած, շատ ես այդ ջոկատները վաղուց ճանաչում եմ, գիտեմ նրանց ուրեմն ունակությունները եւ հենց նրանց շնորհիվ էլ կարողանում են կանգնացնել թշնամու առաջ խաղացումը Ջերմուկում։ Այդ դժվար ծանր տարին, հիշում եք 22 թվական, այնտեղ մենք իրանց փաստորեն լքել ենք, թողել ենք մենակ, եկել ենք ասել ենք դուք ձեր գլխի ցավը տեսեք, բայց իրանք տեսնելով որ Ջերմուկում կարող է թշնամին ուրեմն մեր այդ հրաշք քաղաքը ուրեմն գրավել, գալիս են հասնում են օգնության եւ կանգնացնում են։ Այդ նույն տղաները, այդ բոլոր խոսքը գնում է այդ ջոկատի մասին, որից 11-ը զոհվել են հունվարի սեպտեմբերի 19-ին 23 թվականի, երբ որ Ադրբեջանը հարձակվեց արդեն Արցախի վրա գենոցիդի, հայաթափության, տեղահանության այդ ուրեմն ոճրագործություն սկսելու օրը, սեպտեմբերի 19-ին եւ 20-ին զոհվել են։ Սա այն ջոկատն է, որի մասին մի անգամ գրել են, որ թուրքերը երբ որ տասնյակ մոտավորապես 60 դիակ այդ դիրքի դիմացը թողում են եւ գալիս են վերջում դիպուկահարն է մնացած լինում, անունները ես կասեմ հատ մեր հերոսների եւ դիպուկահարը, որ վերջում մենակ է մնացած լինում, ողջ, նա միջև վերջի փամփուշտը ոչնչացնում է թշնամուն եւ կատաղած թշնամին երբ որ մտնում է դիրք, տեսնում են, որ մնացել էր մի հոգի եւ այդ մի հոգին այդքան իրանց վնասա պատճառել նույնիսկ վերջում կատաղությունից խոշտանգել են մեր հրաշք տղայի մարմինը եւ այլն։ Մենք խոսքով շատ չխորանամ, այդ տղաների մասին է խոսքը։ Այդ պատմության մասին ես առանձին կխոսեմ, կգրեմ, երբ որ երկիրը վերադառնա իր նորմալ հունին, նաեւ կնկարեմ ֆիլմ։ Աստված առաջ իհարկե, Աստված տա այդ հնարավորությունը, այդ առողջությունը։ Մի խոսքով։ Հիմա այդ տղաներին ինչ են ասում այստեղ։ Քանի որ մի շաբաթ ժամանակ է տվել առանց անուններ նշելու, որ ես մի շաբաթից եթե այդ ծնողների այս հարցը, այս խնդիրը, այս ամոթալի հարցը չլուծվի, ես եւ իմ ընկերները մեր աշխարհաժողովի կազմով մենք հետամուտ կլինենք այս հարցի լուծմանը եւ արդեն հրապարակորեն, որովհետեւ գիտեք, այս նենգերը, այս սրիկաները աշխատում են տակից, այսպես խափելով, քցելով եւ այլով, այսպիսի հարցերը փակեն գնա։ Տղաներին ասում են, որ դուք չեք համարվում հայկական զինուժի ծառայողներ։ Եվ քանի որ դուք չեք համարվում հայկական զինուժի ծառայողներ, քանի որ Արցախի ազգային անվտանգության ծառայության հատուկ ջոկատայինները դա փաստորեն այլ երկրի սրանց ուրեմն բանով ներկայացումով ուրեմն ինչ որ ազգային ծառայությունների հետաքրքիր որ ազգի ծառայությունների
Մերը գիտենք այսօր որ ազգի անվտանգության ծառայությունն է։ Այնտեղ հաստատ գիտեմ դա հայերի անվտանգության ծառայությունն է։ Այն անվտանգության ծառայության ուրեմն զինվորները հատուկ ջոկատայինները չեն համարվում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ծառայող։ Եվ ըստ այդմ թեկուզ նրանց շիրիմները ուրեմն եռաբլուրում են եւ սկզբից պայմանագիր են կնքել բոլոր 4-11 զոհվածների ընտանիքների հետ, որ դուք նրանց ուրեմն շիրիմները սարքեք եւ այդ քարի փոխհատուցում կլինի, քարի գումարները կփոխհատուցենք, ինչպես բոլոր զոհված մեր տղաների դեպքում է, եւ ինչա բարձում 4 հոգու 11 հոգուց ուրեմն փոխհատուցում են, հետո կանգնացնում են process-ը, մյուս մնացածին ավելի շուտ 11 չի, ուրեմն 12-ը, որտեղ 8 հոգու դեռևս ոչ թե չեն տալիս, մերժում են, ասում են, որ այս մարդիկ զինված ուժերի ծառայողներ չեն եւ այդ օրենքի իրանց վրա չի ազդում, որ օրենքը չի ազդում, հետաքրքիր է։ Այս տղերքը մեր երկրի, մեր ազգի, մեր հայրենիքի համար են կռվել, զոհվել, այդ որ օրենքի մեջ իրանք չեն մտնում։ Եվ եթե նույնիսկ թյուրիմացաբար կա այդպիսի օրենք, այդ ինչն է ձեզ խանգարում այդ օրենքը արագ փոխել, որպեսզի այս մարդիկ հասկացեք գումարի խնդիր չի։ Այս մարդիկ վիրավորվել են, որ փաստորեն իրենց որդիների, իրենց հրաշքների, իրենց կյանքի, իրենց տան ճրակներին զոհել են հանուն հայրենիքի, բայց բարձում է, որ իրանք չգիտես ով են եւ չգիտես ինչի համար են զոհվել։ Իրանք հայկական հայերի զինուժի ներկայացուցիչ չեն եւ նրանք մնացածի նման մեր տղերքի չեն կարող համարվել հայրենիքի համար զոհվածներ եւ օգտվեն այդ ողբալի քարի ինչ-որ ճղճին գումար, ճղճին գումարների մասին է խոսքը գնում, բայց նորից եմ ասում, խոսքը գումարի մասին չի, նրանք վիրավորված են, որ փաստորեն թղթերով, նամակներով, իրենց դիմումների պատասխանով, ասում են, որ ձեր տղեկը հանուն ոչի չի, եւ չգիտենք ինչի, եւ չգիտենք ով են ինչի է զոհվել։ Զոհվել են, մենք խնդիր չունենք, հենա թաղված են, հələ մի հատ էլ գոհ ելեք, որ թողել են եռաբլուրում թաղվեն հայրենիքի համար զոհված տղերքը, բայց ինչ գումարի ուրեմն փոխհատուցման մասին է խոսքը։ Հələ լավը գումար չեն ուզում այնտեղ հուղարկավորելու համար։ Ասեմ ձեզ, ձեր մի շաբաթը լրացավ։ Եվ մենք հետամուտ ենք լինելու։ Դուք հայատյաց, դուք լկտի, դուք անամոց սրիկաներ, դուք գնալու եք, ձեզնից հետք չի մնալու, պատմության մեջ մի նախադասություն է գրվելու, հայ ազգի տականք սրիկա դավաճան շներ, ձեր անունները նույնիսկ, եթե կարծում եք նույնիսկ վատով հիշատակելու ենք, չենք հիշատակելու։ Գրվելու այդ խունտան ընդհանուր, մի հատ խունտայի, մի հատ տերորիստական խմբակի ձևով ձեզ ներկայացվելու է մեր պատմության մեջ։ Եվ ես ասել եմ, եթե այսօր դուք մեր զոհված տղեկի գերեզմանա քարի համար եք ֆինտ ու ֆլուշկեք հորինում, որպիսի այդ մի քանի կոպեկը չտակ, բայց դրանով վիրավորելով նրանց հոգիները, ոչ թե գումարային վնաս, այլ հոգիները վիրավորելով։ Վաղը ձեր թոռները միզելու են ձեր անանուն լեշափոսի մեջ միզելու են ձեր թոռները, որովհետև այդ խարանը նրանց ճակատից չի ջնջվելու։ Նրանց ասելու են այդ դավաճանի թուլեք եւ ձեր ծորներին եւ ձեր բոլոր սերունդներին ասելու են դավաճան
էսինչի ցեղնա դավաճան ենինչի ցեղնա այդպես եք դուք մնալու պատմության մեջ ձեր բոլորի ազգանվան դեմում դավաճան բառը ավելացվելու է եւ բոլորը որտեղ որ կիմանան որ ձեր լեշափոսն է միզելու են ձեր լեշափոսի մեջ մենք հետամուտ ենք լինելու եւ հասնելու ենք արդարության վաղ թե ուշ հանուն ոչինչի ոչ մի ոգի չի զոհվել հանուն ոչինչի ապրում եք դուք ձեր նախնիներով դուք եւ ձեր սերունդներով հանդերձ դուք ոչնչություն եք ապրում եք ծնվել եք հանուն ոչինչի ապրում եք որպես ոչնչություն ձեզնից ոչինչ չի մնալու իսկ մեր բոլոր զոհված տղաները բոլորը անխտիր նույնիսկ նրանք ում ծնողները իրենց իսկ որդիների հիշատակը դավաճանելով այսօր ձեր ներքնաշորն են լիզում նույնիսկ այդ տղաները ծնողները արժանի չեն այդ տղաներին բոլոր զոհված մեր ոգիները նրանց հիշատակը վառ արևի նման պայծառ մնալու է մեր սերունդների հիշողության մեջ հավիտյան իսկ դուք այդ խարանը ձեր ոչնչություն ցեղերով կրելու եք նույնպես հավիտյան այդքան բան է ուզում ասել շուտով մնացածը կտեսնենք